Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանական ուժերի և թմրակարտելի բախումների հետևանքով զոհվել է 65 մարդ, որոնցից 4-ը ոստիկան։ Գործողությունն անցկացվել է Ալեման և Պենյա ֆավելաներում 2500 իրավապահների մասնակցությամբ և 32 զրահամեքենայի ներգրավմամբ։ Ոստիկանության թիրախը Կոմանդո Վերմուլյո Կարմիր հրամանատարություն հզոր հանցախումբն էր։ Նահանգապետ Կլաուդիո Կաստրոն տեղի ունեցածն անվանել է վճռական պայքար թմրահաբեկիչների դեմ։ Այն ավելի մեծ գործողություն է, քան 2010 թվականին իրականացված է, և ցավոք այս անգամ, ինչպես ամբողջ ժամկետի ընթացքում, մենք չունենք զրահապատ տեխնիկայի կամ դաշնային անվտանգության և պաշտպանության ուժերի աջակցությունը։ Մենք մենակ ենք այս պայքարում այսօր և իրականացնում ենք պատմության մեջ ամենամեծ գործողությունը։ Նման լայնածավալ գործողությունները Ռիո դե Ժանեյրոյի համար սովորական պրակտիկա են։ Իշխանությունները հաճախ են դրանք իրականացնում միջազգային խոշոր իրադարձություններից առաջ, նպատակ ունենալով ցույց տալ, որ քաղաքն անվտանգ է։ Նույնը տեղի է ունեցել նաև 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2016 թվականի օլիմպիական խաղերի նախաշեմին։ Այս վերջին գործողությունները նախորդում էր C40 քաղաքապետերի գագաթնաժողովին և COP30 կլիմայի համաժողովի հետ կապված միջոցառումներին, սակայն ի տարբերություն նախորդների այս անգամվա գործողությունը զոհերի թվով ամենամահաբերն էր։ Բախումների պատճառով խաթարվել է շուրջ 50 բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը։ Հանրային տրանսպորտի շատ երթուղիներ փոփոխվել են մարտադաշտի վերածված փողոցներից խուսափելու համար։ Փողոցներից շատ վիրավորների ոստիկանները հիվանդանոցներ են հասցրել բեռնախցիկում։ Էկվադորում նարկոկարտելների դեմ պայքարը նույնպես թեժ է եղել։ Դուրան քաղաքը դարձել է աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկը, որտեղ 100,000 բնակչի հաշվով տարեկան գրանցվում է 103 սպանություն։ Մի ցուցանիշ, որի համեմատ նույնիսկ Ռիո դե Ժանեյրոյի նահանգի ցուցանիշը չափազանց համեստ է թվում։ Այս հանցավոր ցանցերի տնտեսական հզորությունն այնքան մեծ է, որ ըստ նախագահ Նոբոյի, նրանց տարեկան ապօրինի եկամուտը կազմում է շուրջ 30 միլիարդ դոլար, Էկվադորի ՀՆԱ-ի մոտ 1/4-ը։ Հանցաշխարհի որոշ բարձրաստիճան անդամների հեռացումը պարտադիր չէ, որ հանգեցնի թեթևացման, այլ ավելի շուտ կնպաստի այս խմբավորումների մասնատմանն ու հետևաբար տրոհված զինված խմբավորումների միջև պայքարի աճին։ Ռիոյում տեղի ունեցած դաժան գործողությունները և Էկվադորի ճգնաժամը ցույց են տալիս, որ հանցավորության դեմ պայքարի երկաթե բռունցքի քաղաքականությունը երբեմն վտանգավոր հետևանքներ է ունենում։ Պարագլուխներին շարքից հանելը ոչ թե վերացրել է հանցախմբերը, այլ մասնատել է դրանց վերածելով ավելի փոքր ու ագրեսիվ խմբերի, որոնք պատերազմում են միմյանց դեմ հանցավոր բուրգի գագաթը հասնելու համար։ Այս ներքին պայքարի հետևանքով սպանությունների թիվը կտրուկ աճել է։ Էկվադորի որոշ քաղաքներ դարձել են ավելի վտանգավոր, քան նույնիսկ Ռիոն։ Բռնության աճին նպաստում է նաև Միացյալ Նահանգների վարած պատերազմ թմրանյութերի դեմ քաղաքականությունը, որը խրախուսում է Լատինական Ամերիկայի երկրներում նման կոշտ գործողությունները, հաճախ անտեսելով թմրանյութերի հսկայական պահանջարկը հենց Միացյալ Նահանգներում, որն էլ սնուցում է այս ամբողջ հանցավոր հսկա և վերազգային ցանցը։ Միայն նախօրեին Կոլումբիայի և Վենեսուելայի մոտ ամերիկյան հրթիռները ևս 6 նավ էին պայթեցրել, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։